Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանի եւ Սուրեն Սուրենյանցի կողմից հրատապ հրավիրած ասուլիսի հիմնական պատճառն այն էր, որ Գյումրու ավագանու ընտրություններում պայքարող մեկ այլ քաղաքական ուժը ներկայացնող տեխնացուի կողմից հնչել է տեղեկություն այն մասին, թե իբր ընտրապայքարում գտնվող ավագանու ցուցակներից մեկի առաջին համարն ունի Թուրքիայի քաղաքացիություն։ Հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պիտի տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պիտի պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Ղարաղազարյանը պարզաբանում է, մեծ հնչեղություն հանած թուղթը ոչ այլ ինչ է, քան ելք ու մուտքի ժամանակավոր փաստաթուղթ։ Ունեցել եմ ոչ թե ես վիտնաշիցս ոդտեղ մնալու, թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնիմ, դուրս կամ իմ կոզնեությունս ծավալեմ, քանի որ Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար ինքը մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս լրանալուց հետո ինքը պետք է լքե այդ երկիրը։ 3 անգամ նույն բանը կատարվելուց հետո ինքը կմնա, այսինքն իրանց երկրի օրենքով դուրս չի կրնա ինքը եւս 3 կամ 6 ամիս այդ երկիրը մտնել։ Քանի որ իմ գործերս կապված է այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես ընդեղից Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում։ Ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2 ամիս մնացել եմ, 3 ամիս մնացել եմ իմ գործերից հետ կապված։ Տեխնացուն ընդգծում է այդ փաստաթուղթն իրեն իրավունք չի տալիս ոչ տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու, ոչ էլ այնտեղ աշխատանք ունենալու առումով։ Այդ թուղթը հիմք չէ եւ չի դուրադրվում նման երկրի օրենքով, ես դիմեմ քաղաքացիության։ Այդ քաղաքացիության թուղթ դիմելու համար դա աշխատանքային իրավունքին է վերաբերում, որը ես ընդհանրապես չեմ ունեցել։ Աշխատանքային իրավունք ունի այն մարդը, ով օրինական այնտեղ կաշխատի կամ օրինական այնտեղ բիզնես ունի ու 5 թե 7 տարի։ Նույն թուղթը պետք է ունենա, որպեսզի հնարավորություն տան ինքը դիմել քաղաքացիության։ Արտյոմ Ղարաղազարյանը հորդորում է տարբեր ուժեր ներկայացնող տեխնացուներին ընտրապայքարում զերծ մնալ մեկը մյուսի մասին չճշտված տեղեկություններ տարածելուց, ավելին նշում է, քարոզարշավն իրականացնել հասուն մարդկանց նման։